Ռուսական բանակի կատաղի ճնշման տակ ուկրաինական ուժերը նահանջում են Զապորոժիեում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հաստատել է, մարզի հարավարևելյան մասում իր բանակը ծանր վիճակում է։ Թշնամին այժմ ամենաակտիվը Պոկրովսկի ուղղությամբ է, բոլոր մարտերի 40%-ը այնտեղ է։ Զապորոժիեի շրջաններից երկուսի ուղղությամբ էլ է իրավիճակը զգալիորեն վատթարացել, քանի որ թշնամին կատաղի մարտերի ժամանակ առաջ է եկել թվային գերազանցության շնորհիվ։ Ուկրաինական ուժերը դուրս են եկել 3 գյուղերից։ Ուկրաինական բանակը հայտարարել է, որ գյուղերը լքելու հրամանը տրվել է բոլոր ապաստարանների ու զինամթերքի ոչնչացումից հետո։ Ուկրաինական դիրքերի վրա ռուսական ուժերը մոտ 2000 արկ են արձակել։ Զապորոժիեի նահանգապետը ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 1 զոհի մասին է հայտնում։ Մարզի Կուշուգում բնակավայրի տեղական խորհուրդը հորդորել է երեխաներ ունեցող ընտանիքներին անհապաղ հեռանալ տարածքից։ Թե Զելենսկին, թե Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել են, որ ռուսական ուժերը վատ եղանակային պայմանները խիտ մառախուղն օգտագործելով են առաջ շարժվում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Կուպյանսկում։ Դաշնության զորքը գրավել է քաղաքի արևելյան մասը, գերեվարել ուկրաինացի զինծառայողների։ Ռուսական բանակից ձեռքն ընկած ուկրաինացիներն ավելի ուշ պատմել են, որ սեփական կամքով են հանձնվել, որովհետև հրամանատարությունը լքել է իրենց։ Ինքներս հանձնվեցինք, քանի որ մեր հրամանատարությունը լքեց մեզ։ Մեզ մոտ ոչ սնունդ էր մնացել, ոչ էլ զինամթերք։ Որտեղ էր մեր հրետանին, չգիտեմ, արդեն 3 օր է լռություն է։ Իսկ 3 ռուսական վերահսկողության տակ անցած Պոկրովսկում ռուսական բանակը տեխնիկա է տեղավորում։ Տարածքը շրջապատված է անօդաչու թռչող սարքերով։ Ըստ Դոնեցկի դարպասները գրաված ռուսական հրամանատարության, քաղաքը հետ վերցնելու ուկրաինական հատուկ նշանակության ուժերի փորձերն այլևս չեն կարող որևէ բան փոխել։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։